Bom, pagabo. Մերձավոր արևելքում մոտ 1 ամիս շարունակվող պատերազմն իր ինտենսիվությունը չի կորցրել նաև անցած ժամերի ընթացքում։ Գրեթե ամբողջ տարածաշրջանում լսվել են մի շարք պայթյուններ, հրթիռային հարվածներ են ուղղվել Իսրայելին, երկրի բանակը հայտնել է Իրանից արձակված հրթիռների նույնականացման մասին, պայթյուններ են հնչել Երուսաղեմում, Իսրայելի հյուսիսում որոնողափրկարարական խմբեր են աշխատում։ Քուվեյթի էլեկտրաէներգիայի նախարարությունը հայտնել է, որ երկրի մի քանի շրջաններում 7 էլեկտրահաղորդման գծեր դուրս են եկել շարքից հոբ համակարգերի կողմից խոցված թիրախների բեկորների պատճառով։ Քուվեյթի բանակը հայտարարել է, որ կեսգիշերից սկսած արդեն երկրորդ անգամ է հետմաղում անօդաչուների եւ հրթիռների հարձակումը։ Հարվածներ են հասցվել նաև Իրաքին։ Երկրի ժողովրդավարական մոբիլիզացիայի ուժերը հայտարարել են, որ Անբար նահանգում իրենց շտաբին հասցված հարվածի հետևանքով սպանվել են հրամանատար եւ մի քանի մարտիկներ։ Խմբավորումը հարձակման համար մեղադրել է ԱՄՆ-ին։ PMF-ն աշխարհազորայինների միավորում է, որոնց մի մասը պաշտպանում է Իրանին։ Իսրայելական ավիացիայի հարվածները Բեյրութի ուղղությամբ եւս շարունակվել են։ Լիբանանի մայրաքաղաքում լսվել է առնվազն 7 պայթյուն։ Իսրայելական կողմը նշում է, որ թիրախավորում է Հեզբոլայի ենթակառուցվածքները։ Այս ամենին զուգահեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Հորմուզի նեղուցը բացելու համար Իրանին տրված վերջնաժամկետը, որը լրանում էր նախորդ գիշեր։ Թրամփը շատ լուրջ բանակցությունների մասին է հայտարարել։ Իսրայելական ավիահարվածները Լիբանանում շարունակվում են, թիրախավորելով երկրի հարավային եւ արևելյան շրջանները։ Բաալ-Բեկում տասնյակ տներ են ավերվել կամ բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Հիվանդանոցում էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով տարեց հիվանդներին պարզապես միացրել են շնչառական սարքեր։ Նաբաթիայում իսրայելական հրետանին հարվածել է շտապօգնության մեքենաներին եւ բժշկական կենտրոններին։ Մեյվդունում բուժաշխատող է սպանվել, 6 է վիրավորվել։ Անվտանգության նկատառումներով փրկարարական խմբերի անդամների թիվը կրճատվել է չթիրախավորվելու համար։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է նաև Լիտանի գետի կամուրջների եւ սահմանամերձ գյուղերի տների ոչնչացման մասին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարվածները Լիբանանի եւ Իրանի ուղղությամբ կշարունակվեն։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր Իրանի հետ հնարավոր համաձայնության մասին, թեև Թեհրանը հերքել է բանակցությունների փաստը։ Թրամփը 5 օրով հետաձգել է հարվածները իրանական էլեկտրակայաններին, սակայն վերջնագիր է ներկայացրել Հորմուզի նեղուցը բացելու համար։ Նա սպառնացել է ոչնչացնել երկրի էներգետիկ համակարգը, եթե պահանջը չկատարվի։ Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում, քանի որ իրավիճակը համաշխարհային էներգակիրների մատակարարման շղթաների համար կրիտիկական է, հայտարարել է Եվրամիության ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Մենք բոլորս զգում ենք գազի եւ նավթի գների շղթայական ազդեցությունը մեր բիզնեսների եւ հասարակությունների վրա, ասել է ֆոն դեր Լայենը եւ ընդգծել, որ Եվրամիությունը կարող է դիտարկել ծովային գործողության մասնակցության հնարավորությունը միայն այն ժամանակ, երբ ռազմական գործողությունները դադարեցվեն։ Իսկ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդում ըստ որոշ աղբյուրների քննարկվում է Բահրեյնի կողմից ներկայացված բանաձևի նախագիծը, որը թույլ կտա պետություններին օգտագործել բոլոր անհրաժեշտ միջոցները Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար։ Վերջին թարմացումներով Brent տեսակի նավթի գինը 1 բարելի դիմաց տատանվում է 98-ից 99 դոլարի սահմաններում։ Դրան նախորդած 24 ժամվա համեմատ սա 10 եւ ավելի տոկոսով անկում է։ Ու թեև ԱՄՆ-Իրան բանակցությունների շշուկները այս համատեքստում դրական ակնկալիքներ են ներշնչում, վաղ առավոտյան Իրանը հայտարարել է Իսրայելի ուղղությամբ հրթիռային հերթական ալիքի մասին։ Սա ըստ մասնագետների կարող է կրկին նպաստել նավթի գների շեշտակի աճին։ Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության 23-րդ օրվա տվյալներով ռմբակոծությունների արդյունքում ավելի քան 2100 երեխա սպանվել կամ վիրավորվել է։ Իրանում սպանվել է 206, Լիբանանում 118, Իսրայելում 4, Քուվեյթում էլ 1 երեխա։ Այս տվյալները հրապարակել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Թեդ Չայբանը։ Ըստ միջին հաշվարկների ծոցի երկրներում օրական սպանվում կամ վիրավորում է ստանում 87 երեխա։ Զոհերին ու
վիրավորներին զուգահեռ կան նաև տեղահանվածներ։ Իրանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը գնահատում է, որ մինչև 3.200.000 մարդ տեղահանվել է, այդ թվում մինչև 850.000 երեխա։ Լիբանանում ավելի քան 1 միլիոն մարդ տեղահանված է, այդ թվում մոտ 370.000 երեխա։ Չայբանի խոսքով ողջ Մերձավոր Արևելքում շուրջ 44.8 միլիոն երեխա արդեն ապրում էր հակամարտությունից տուժած միջավայրում նախքան այս սրացումը։ Այժմ տեղի ունեցողի հետևանքները նրանց համար երկարատև կլինեն, հավելել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը։ Համաձայն իսրայելական լրատվամիջոցների Վաշինգտոնը պատերազմի ավարտի թիրախային ամսաթիվ է նշանակել ապրիլի 9։ Այս ժամկետը պետք է ճանապարհ հարթի Դոնալդ Թրամփի իսրայելացի եւ պետական բարձր մրցանակի ստացման համար։ Ըստ շրջանառվող լուրերի Միացյալ Նահանգների եւ Իրանի պատվիրակությունների հնարավոր հանդիպումը նախատեսված է այս շաբաթ Պակիստանում։ Լրատվամիջոցը հայտնում է, որ բանակցությունները Մոջթաբա Խամենեի հետ չեն ընթանում, այլ մեկ ուրիշ բարձրաստիճան պաշտոնյայի։ Թեհրանը պաշտոնապես հերքել է երկխոսության փաստը եւ առաջադրում է 5 կետից բաղկացած կոշտ վերջնագիր։ Թեհրանը պատերազմի ավարտի դիմաց պահանջում է Հորմուզի նեղուցի վերահսկողություն, ամերիկյան բազաների հեռացում, իսրայելական հարվածների դադարեցում, անվտանգության երաշխիքներ եւ ֆինանսական փոխհատուցում։ Իրանական կողմը հայտնել է, որ սկսելու է $2 միլիոն տուրք գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից։ Դոնալդ Թրամփը ստիպված է եղել չեղարկել իր 48-ժամյա վերջնագիրը Կատարի ճնշման եւ ռազմական բարդությունների պատճառով։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը պաշտոնապես հերքել է Միացյալ Նահանգների հետ որևէ բանակցության փաստը։ X-ի իր էջում նա այդ տեղեկությունները որակել է որպես միջազգային ֆինանսական եւ նավթային շուկաները մանիպուլյացիայի ենթարկելու գործիք։ Ըստ խոսնակի Վաշինգտոնն ու Թել Ավիվը կեղծ լուրերով փորձում են ելք գտնել իրենց ստեղծած քաղաքական ճահճից։ Ղալիբաֆը պնդում է, որ Իրանի ժողովուրդն այժմ պահանջում է ագրեսորների արժանի եւ լիարժեք պատիժը։ Երկրի պաշտոնական վերնախավը հայտարարել է Գերագույն առաջնորդի շուրջ լիակատար միասնության մասին։ Ռուսաստանից Հայաստան, այդ թվում նաև Ադրբեջանի տարածքով հերթական բեռն է ուղարկվել։ Այս անգամ ճանապարհին է ռուսական պարարտանյութով բեռնված 4 վագոն եւ հնդկաձավարով բեռնված 1 վագոն։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ պարարտանյութի ընդհանուր քաշը 271 տոննա է, հնդկաձավարի 68։ Գնացքն արդեն լքել է Բիլաջարի երկաթուղային կայարանը, այն նախ կուղևորվի Վրաստան, որտեղից էլ Հայաստան։ Նշվում է, որ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան արդեն իսկ տեղափոխվել է ավելի քան 23,000 տոննա հացահատիկ եւ ավելի քան 700 տոննա պարարտանյութ։